Ողջույն, Իջևանի համայնքապետարանը 2022-2024 թվականներին ավելի քան 275 միլիոն դրամի 17 պայմանագիր է կնքել ավականու անդամներին փոխկապակցված ընկերությունների հետ։ Ինֆոկոմի ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ օրինակ 193 միլիոն դրամի պատվեր կատարած Արտարս ընկերության սեփականատեր Արթուր Աթաբեկյանը իշխող քաղաքացիական պայմանագրի ավականու անդամ Խաչատուր Աթաբեկյանի հայրն է։ Ավականու անդամը հայտարարում չի ներկայացրել հոր մասնակցությունը եւ պայմանագրերը, թե օրենքով պարտավոր էր թերությունները նա բացատրել է անուշադրությամբ եւ 2024 թվականից հետո այն ուղղված է ավականու անդամ Խաչատուր Աթաբեկյանը ասաց, որ հոր ընկերության հաղթելու պատճառ ամենացածր գին առաջարկելն է, սա միակ դեպքը չի, Իջևանի համայնքապետարանը խոշոր պայմանագրեր է կնքել խմբակցության ավականու այլ անդամներին առնչվող ընկերությունների հետ, օրինակ Խաչ Միշին ընկերությունը, որը ստացել է ընդհանուր 74 միլիոն դրամի պայմանագրեր, հիմնադրել է Միշա Համզյանը, իսկ տարբեր տարիներ սեփականատերը եղել է էլի իշխող խմբակցության ավականու անդամ Խաչատուր Համզյանը, վերջինիս առնչվող այլ ընկերություններ եւս պայմանագրեր են կնքել համայնքի հետ, այլ դեպքեր եւս կան այլ անդամների մասնակցությամբ։ Ինչպես մնացած պատմություններում, այս դեպքում էլ մասնակիցները հայտարարում են, որ շահերի բախում չկա, իրենք մրցույթների արդյունքների վրա չեն ունեցել ազդեցություն, թեև իհարկե օրենքով պարտավոր էին ԿԿՀ ներկայացնել համապատասխան հայտարարություն։ Նման դեպքերում ԿԿՀ-ն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կիրառում է վարչական տույժեր, սակայն այսպիսի դեպքերը արդյոք չեն ստեղծում քաղաքական եւ ֆինանսական շահերի բախման լուրջ ռիսկեր։ Factor TV-ում հրավիրել ենք քննարկում, որին մասնակցում են Արմեն Մարոխյանը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Արուսյակ Մանավազյանը, քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, Գևորգ Թոսունյանը, հետաքննող լրագրող Civilnet-ից, Սևակ Մամյանը, Ինֆոկոմի խմբագիր եւ Օլեգ Դուրգարյանը, համայնքների համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար։ Սկսենք պարոն Մամյանից, կխնդրեմ դեպքը խնդրահարույցը հիմնականում ինչն էր, Ինֆոկոմի այլ հետաքննություններում եւս երևում է այս տողը, խնդրեմ։ Ինչպես նախորդ մեր քննարկումներում այս միակ դեպքը չի Հայաստանում, գրեթե ցանկացած համայնք, եթե մտնես, ուսումնասիրես իր գնումները, կգտնես նման դեպքեր։ Մենք արդեն առնվազն մոտ 10 դեպք նման ունենք հրապարակված, երևի մի քանիսն էլ սպասվում են, ընդ որում սա մի մեթոդաբանությամբ կատարված ուսումնասիրություն է, բայց կան այլ հնարավորություններ եւս ու այս դեպքերի քանակը վստահություն է տալի, որ ցանկացած համայնքում այս խնդիրը լինելու է։ Այսինքն մենք գործ ունենք համակարգային չկարգավորված խնդրի հետ, որը պետք է ինչ-որ ձևով կարգավորվի։ Հիմնական խնդիրը այն է, որ պաշտոնատար անձի հետ, տվյալ դեպքում համայնքի ղեկավարը, որը վերջնական պայմանագիր կնքող կողմն է հանդիսանում ընկերությունների հետ, համայնքի ղեկավարի հետ անձնական, քաղաքական, գուցե տնտեսական կապեր ունեցող անձինք այս կամ այն կերպ մասնակցում են գնումներին ու հաղթում են գնումներում։ Իհարկե միշտ բերվում է այդ նվազագույն գինը եւ այլն, բայց լավագույն առաջարկը, բայց այս process-ները եւս տենց բացարձակապես վերահսկելի չեն ու բոլորս գիտենք հատկապես փոքր համայնքների դեպքում ոնց է հնարավոր ստանալ կամ մենք համայնքներ ունենք նույնիսկ որոշ մրցույթներին այլ ընկերություններ չեն մասնակցում կամ նայում ես գնումները հասկանում ես որ ֆիկտիվ մասնակցության հետ գործ ունես զուտ մրցակցային էֆեկտ ստեղծելու համար համայնքներում գիտենք ոնց է դա տեղի ունենում ու բազմաթիվ ընկերություններ կարող են ուղղակի չմասնակցել իմանալով որ խնդիրներ կունենան մասնակցության դեպքում Այսինքն սա համակարգային խնդիր է, որը պետք է որևէ ձևով կարգավորվի։ Թե ոնց այդ արդեն մենք պաշտոնական կողմին անպայման կդիմենք
եկեք Գևորգին էլ հարցնենք, նման դեպքերում մենք հաճախ լրագրողներից լսում ենք բարձաբարումներ, որ գիտեք, դե Հայաստանում ընկերությունները քիչ են, հիմա ինչ արենք, որ նախկին կամ ներկա պաշտոնյաները նրանց փոխկապակցված անձինք ունեն այդպիսի ընկերություններ, ինչ է ուզում եք, որ նրանք կյանքում այլ գործով չզբաղվեն, այսինքն սա էլ նրանց բիզնեսն է, ինչու արգելել այս մարդկանց զբաղվել մեծ շինարարական բումով, որ ամբողջ Հայաստանում տիրում է, որն է այստեղ խնդրահարույց հարցը ձեր կարծիքով։ Խնդրահարույցը նախ եւ առաջ հարցը հետեւելն է, ընդհանուր գլոբալ տեսանկյունից, որ միշտ սիրում են հատկապես հակակոռուպցիոն ոլորտի մասնագետները ասել, թե արդյոք կա քաղաքական կամք պայքարելու կոռուպցիայի դեմ, այդ գլխավոր հարցը սա է, եթե կա քաղաքական կամք, իսկ վերջին շրջանում տպավորություն է, որ կա քաղաքական կամք պայքարելու օրինակ ենթադրյալ ահաբեկչության դեպքերի կամ այլ բնույթի հանցագործությունների դեմ, բայց այն քաղաքական կամքը, որի սկզբանե եղել էր պայքարելու կոռուպցիայի դեմ, հիմա այդ աստիճան չկա։ Այդ գլխավոր հարցը։ Իսկ մնացած իմաստով, տեսեք, այո, ես հասկանում եմ, որ պաշտոնատար անձինք ունեն բարեկամներ, շրջապատի ներկայացուցիչներ, որոնք իրավասու են, այո, ընդ որում երբեմն քաղաքականությամբ զբաղվում են այնպիսի մարդիկ, երբեմն չէ, շատ հաճախ, որոնք կապեր ունեն տարբեր բիզնեսների հետ ու բնական է, որ նրանց հարազատներն են մեծահարուստ են եւ նրանք ներգրավելու են գործընթացների։ Այստեղ հարցը թե ինչ գործընթացների, ինչ ընթացակարգերի հետևանքով են նրանք դարձել այդ շահառուները պետական գնումների։ Որպես կանոն մենք տեսնում ենք համաձայնեցված գնումներ, մենք տեսնում ենք կոնկրետ տեխնիկական բնութագրեր, որոնք սահմանված են կոնկրետ անձի կամ ընկերության համար, կոնկրետ շրջանակի համար։ Այս սրանք ամենամեծ խնդիրներն են։ Ու մյուսը, դուք մեջբերումներ արեցիք նրանց պարզաբանումներից, ինձ մոտ տպավորություն է, թե ես լսում եմ նախկին իշխանությունների ներկայացուցիչների պարզաբանումները, որ գիտեք, մենք չգիտենք, մենք կապ չունենք, մեր հարազատներն են, հիմա ինչ չպիտի զբաղվեն։ Հիմա առնվազն հիմա, երբ որ մենք հայտարարում ենք եւ արձանագրում ենք, որ ժողովրդավարության ճանապարհով են գնում, նման բաները պիտի լինեն ավելի հստակ մեխանիզմի վերահսկողության ներքո։ Շատ լավ, մենք անպայման կվերադառնանք, պարոն Դորգարյան, ձեր կազմակերպությունը գնումների ոլորտով չի զբաղվում, բայց տեղական ժողովրդավարության Լոռու մարզում հատկապես ապահովումը շատ կարևոր բաղադրիչ է։ Մենք հաճախ ենք տեսնում, լսում ձեր գործունեությունը, իհարկե բնապահպանական խնդիրները։ Հաշվի առնելով այս իրադրությունը, այդ խնամի ծանոթ բարեկամ, չգիտեմ, կոռուպցիոն ռիսկեր, ինչպես են դրսևորվում տեղի հասարակության կազմակերպությունները ունեն գործիքակազմեր, օրինակ ներկա գտնվելու կամ ուսումնասիրելու կամ այսպես ուղեկցելու ստուգողի հայացքով նման գնումները։ Նույնը հանքարդյունաբերության ոլորտում, ինչու ոչ։ Ուրեմն այս հարցը ինքը տարբեր սենս, հա, բաղադրիչներ ունի, եւ քաղաքական, եւ գիտակցության մակարդակի, ասենք հանրության որոշակի հատվածների, այսինքն կարելի է սենց թվարկել, բայց պետք է նշեմ, որ եթե Հայաստանի Հանրապետությունում հասարակությունը դժգոհ է ռեֆորմներից, երևի թե ամենակիչը ռեֆորմները իրականացվել են հենց տեղական ինքնակառավարման մարմինների, հա, մակարդակում, ասեմ ավելին, բա ոնց գնումներ չանեն, ավականու անդամների զգալի մասը խմբակցությունների տարբեր, խանութպաններ են եւ բիզնեսմեններ են։ Այսինքն Հայաստանում այդ նաև օրինակ ընտրությունների սենց ասած կուսակցականացման, ոնց ասենք, հա, այն ժամանակ հիշում եք, երբ որ գնում էր, երևի թե դա միակ լուսավոր Հայաստանի, բարգավաճ Հայաստանի եւ քաղաքացիական պայմանագրի միակ սենց միասնական կետն էր, որ չէ, Տիմ ընտրություններին միայն պիտի մասնակցեն քաղաքական կուսակցությունները, քաղաքականացնենք ընտրությունները մարզերում։ Այո, եւ երբ որ հասարակությունը հանդես էր գալիս, որ պետք է այնպես լինի, որ նաեւ հասարակության ակտիվ քաղաքացիները մասնակցեն, որոնք չեն ուզում ասոցիացվեն կուսակցությունների հետ, բայց դա չընդունվեց եւ ընդունվեց այն եւ շատ մարդիկ մարզերում, այսինքն չուզեցին ուղղակի ընդգրկվել ցուցակներում, հա, եւ դու որ նայում ես խմբակցությունները, մակարդակը, մարդիկ երբևէ չզբաղված հանրային գործունեությամբ, խանութ պանեն, բիզնեսմեն են եւ այլն եւ այլն։ Այսինքն նրանց ընկալումը բիզնես անելն է առաջի հերթին, այսինքն այստեղ մենք շատ մեծ խնդիր ունենք։ Եվ կնեք այդ մարդիկ ստանում են պետական լծակներ որոշակի։ Հա, բայց նաեւ ուրիշ հարց կա, էլի, այսինքն այդ ամեն ինչի համար այդ նույն գնումները կամ նույն լսումները, նույն հանրային լսումների մասով այս պահին համայնքներում
կիրառվում են նույն գործիքները համայնքապետերի կամ թիմերի կողմից, որի դեմ պայքարել են օրինակ 2014, 15, 16 թվականներին։ Այսինքն, բայց խի, եկեք ընդունենք, որ համայնքապետերի տեղական իշխանությունների զգալի մասը, նո համայնքապետերի վերցնենք, հա, իրենք զգալի մասը, չեմ ասում բոլոր, եփված, կոփված են նախորդ տասնամյակների ընթացքում, այսինքն բոլոր համայնքապետերին ու զգալի մասը, չասեմ ստատիստիկա, զգալի մասը դրանք նախկին հանրապետականներ են, որոնք հիմա չգիտեմ, ընդդիմադիր են, ԿՊ եւ այլն, այսինքն իրենք այդ արժեքների մեջ եփված մարդիկ։ Մշակույթը բերել են իրենց հետ այս։ Եվ երբ որ կա պարարտ հող, այսինքն միջավայրը շատ ապահով է, որպեսզի իրենք նույն ձև աշխատեն, այդ թվում օրենքի շրջանակներով, հա, այսինքն կարծես թե օրենքով ցույց է տալիս, որ ամեն ինչ լավ է։ Թղթով ամեն ինչ ճիշտ է կարծես։ Այսինքն իրենց համար դա նորմալ է, նորմալ է, որ օրինակ ինքը գնում իրականացնի, չգիտեմ, հա, իր ավականու անդամից, հա, օրինակ, չգիտեմ, հա, փոխկապակցված։ Չէ՞ որ ավականու անդամը մրցութային հանձնաժողովի անդամ չի կարող ազդել գնումների վրա։ Այո։ Ինչ վերաբերում է տեղական ժողովրդավարությանը, ես շատ սովորական դեպք բերեմ, հա, տեղական ժողովրդավարությունը հետեւյալ միակ ամենա գործիքը ժողովրդավարական հանրային լսումներն են, հա։ Օրինակ բերեմ, հա, որ Մարզիկ Հարաբերդ գյուղում 7 ամիս շարունակ մարդիկ ասում են չէ, այսինքն տեղական իշխանությունները անընդհատ հանրային լսումներ նշանակելով այդ չէերի քանակը քչացրին, վերջումներ, արդեն ասենք օրինակ երբ որ հարցը բերել էին ավականունիստ այնտեղ չգիտեմ հանգ բացելու, մի հատ էլ այդ գյուղը 7 ամիս դեմ է եղել, այսինքն մարդիկ բերել են ստորագրահավաք, որ այդ գյուղի մարդիկ կողմ են։ Այդ ինձ հիշեցնում է 15 թվականի տարբեր համայնքների անուններ կարամ բերեմ, երբ որ հանրապետական համայնքապետերը գնում էին, չգիտեմ, ժողովրդական process-ների դիմակայելու համար մարդկանց համոզում էին կամ ասում էին, որ պիտի ես դիմում տակ ստորագրես, որ դու համաձայն ես, հա։ Այսինքն այդ ռիսկը կա։ Ստեղ մենք մեծ ռեֆորմների կարիք ունենք եւ մենք նաեւ պետք է ուշադրություն դարձնենք, թե ինչպես են քաղաքական կուսակցությունները ընդհանրապես իրենց թիմերը ձևավորում։ Եկեք հարցնենք քաղաքացիական պայմանագրի։ Այո, եւ նաեւ մենք պետք է վերանայում անենք տեղական ընտրությունների, այսինքն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների վերանայում պիտի անենք, այլապես համայնքային, այսպես ասած, հա, զարգացման մեջ որոշակի տեսլականներ, կարողություններ, փորձագիտական նույնիսկ հնարավորություններ ունեցող մարդը ուղղակի չի գնում մասնակցում ընտրությունների, դե հիմա ինչ անես, Հայաստանում կուսակցությունների հետ ասոցացվելը մի ձև լավ չի ընդունում, պիտի դրան էլ հասնել։ Շնորհակալ եմ, կվերադառնանք Տիկին Մանավազյան, նախ շնորհակալություն, որ եկել եք եւ այս հարցադրումներին պատրաստ եք պատասխանել, նաեւ ձեր միգուցե լուծումները առաջարկեք, հրաշալի կլինի, եթե որոշակի օրենսդրական լուծումների դաշտ տարվի այս խնդիրը, որովհետեւ ինչպես արդեն Սևակը նշեց, սա, ասես ասենք, մեզ ուղեկցող արդեն մեր կյանքի մաս դարձած երևույթ է եւ անընդհատ կան կասկածներ կոռուպցիոն ռիսկերի վերաբերյալ եւ դրանք շատ բարդ են մարվում այդ կասկածները հարցադրումներ գործընկերների կողմից հնչեցին խնդրեմ ձեր տեսակետը ապա կարծում եմ հարցեր կունենանք Տիկին Մանավազյանի տալու հետո կանցնենք արդեն սիրով կպատասխանեմ նաեւ հարցերին նախ ուզում եմ սկսել այնտեղից որ մենք ես ազգային ժողովում ֆինանսավարկային բյուջետային հանձնաժողովի անդամ եմ եւ մենք տարվա սկզբին ունեցել ենք հաշվեկնություն, որը հենց վերաբերում էր Նայիրի խոշորացված համայնքին եւ վերաբերում էր գնումներին եւ աճուրդների ընթացակարգերին։ Մենք բավականին լուրջ ուսումնասիրություն արեցինք հանձնաժողովում եւ որոշեցինք մեր հանձնաժողովի նիստը անցկացնել հենց Նայիրի խոշորացված համայնքում, տեղում ծանոթանալով նաեւ այն կազմի հետ, ովքեր այդ գնումների ընթացակարգերի խախտումներ իրականացրել են։ Դա ինձ համար լուրջ առիթ էր մտահոգվելու նաև առիթ էր, որ այդտեղից սկսված ես խիստ հետևողական եմ եղել այս ընթացքում, որովհետև ես հիմա խոսում եմ Նայիրի խոշորացված համայնքի մասով, բայց մտահոգությունս մնացած մյուս համայնքներին էր վերաբերում, որովհետև
Եվ ամենակարևոր խնդիրը, որը ես ինձ համար բացահայտեցի, ոչ թե ինչ որ շահերի բախման, չգիտեմ, փոխկապակցվածության հետ էր կապված, այլ խնդիրը մեր տեղում տիմերում կարողություններին էր վերաբերում։ Իսկապես այդ գնման ընթացակարգերը կազմակերպող, process-ները առաջ տանող եւ մրցույթները կազմակերպող անձինք, ովքեր տվյալ վարչության մասնագետներն են, այո, այդ կարողությունների մասով լրջագույն խնդիր ունենք, որովհետեւ մի դրվագ կարող եմ ներկայացնել, օրինակ պայմանագիրը կնքվել էր ընկերության հետ, այո, կրկնվող ընկերություններն էին միշտ մրցույթներին մասնակցում, մի կողմ թողնենք ովքեր էին փոխկապակցված կամ կար կամ չկար, էական այդ պահին չկար փոխկապակցված անձ, բայց նույն ընկերությունը մի քանի տենդերների մասնակցության հայտ էր ներկայացել եւ ժամկետը լրանալուց հետո գումար էր փոխանցվել նորից այդ ընկերությանը, ինչ որ աշխատանքների լրացուցիչ ծավալների մասով, սրանք լուրջ խնդիրներ էին, որը մենք ուղիղ եթերում բարձրաձայն քննարկել ենք եւ բարձրաձայնել ենք խնդիրները Եվ դրանից հետո եկել է այն մտահոգությունների շարքը, որ իսկապես տիմերում, քանի որ դոտացիաները, սուբվենցիաների ծավալը բավականաչափ արդեն մեծացել է, իրենց մոտ գնումների ընթացակարգերում կա խնդիր, ես դիմել եմ գրություններով նույնիսկ, որտեղ մտահոգություն եմ ունեցել կամ ստացել եմ այդ մտահոգությունները, պետական վերահսկողական ծառայություն եւ կոնկրետ դեպքերով եւ այո մշտադիտարկում ուսումնասիրություններ, որը հետագայում փոխանցվել է, բայց ես ուզում եմ հիշեցնել նաեւ, որ մենք երբ վերջերս պետական վերահսկողական ծառայության մասին օրենքում փոփոխություն էինք կատարում, որ վերահսկողական ծառայությունը կարող է դիմերում օրինականությունը ստուգել, մենք ընդդիմության եւ նաեւ մեր որոշ падգամավորների շրջանում շատ լուրջ մտահոգություններ հնչեցին, առայն որ դիմերի անկախությունն է դնում կասկածի տակ։ Հիմա ես ուզում եմ ձեր հարցադրումներին պատասխան ասել, այս երբ որ մենք մտնում ենք դիմերի գնումների ընթացակարգի մեջ, արդյոք մենք իրենց անկախությանը դիպչում ենք թե ոչ, որտեղ ստեղ հարցեր կան, ես պնդել եմ եւ շարունակել եմ այն պնդումը, որ օրենքը պետք է եւ անհրաժեշտ է, որտեղ մենք չենք որոշում համայնքի ղեկավարին պետքա մեքենա ծառայողական գնել, թե ոչ, մենք ուզում ենք այդ process-ը հասկանանք, օրինաչափ է թե օրինաչափ չէ։ Եվ այդ օրենքի փոփոխությունը իհարկե շատ ուրախ եմ, որ մի փոքր դժվարությամբ, բայց կարողացանք ընդունել եւ այս տեսանկյունից պետք է ասեմ, որ նույն առաջարկն արել եմ նաեւ հաշվեկնիչ պալատին, որտեղ վերջերս էլի դիմել էի գրությամբ Գավառ համայնքում գնումների ընթացակարգի ստուգման հետ կապված խնդիրներ էի նկատել, ինձ դիմել էին եւ իրենք ինձ առաջարկեցին, որ պլանով է եւ այլն պետք է ներառենք մյուս տարի հրատապությունը եւ ճկունությունը չկար, հա, այդտեղ կորչում է եւ ստիպված եմ լինում նորից դիմել պետական վերահսկողական ծառայություն։ Շատ լավ, ես կարծում եմ մեր գործընկերները ձեզ հարցեր կունենան, բայց լսենք նաեւ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ Արմեն Մարոխյանին, կարծես ձեր հանձնաժողովը վերջին օղակը լինի, պարոն Մարոխյան, որ ասես ասենք վճիռ է կայացնում կոնկրետ դեպքերի վերաբերյալ, սակայն այս քննարկումները նաև մեզ ցույց տվեցին, որ դրանք այն վճիռները չեն կամ չակերտավոր պատժատեսակները չեն, որ մարդկանց հետ պահեն նման գործելակերպի կրկնությունից։ Ընդհանրապես կարող ենք եւ Իջևանի այս դեպքից խոսել եւ ընդհանուր, որովհետեւ սա մոդել է, հա, իրավիճակի մոդել է, խնդիրը բարձրաձայնելու, ինչ իրադրություն է ձեր աշխատանքը կխախտենք։ Նախ շնորհակալություն եմ հայտնում նման հետաքրքիր եւ արդիական թեմայով քննարկում կազմակերպելու համար։ Թեման արդիական է, որովհետև վերջին շրջանում շահերի բախման առնչությամբ հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների գերակշիռ մեծամասնությունը վերաբերվում են գնման գործընթացներին եւ հիմնականում համայնքի ղեկավարների կողմից իրականացված գնման գործընթացներին։ Նման պայմաններում ես պետք է ասեմ, որ մենք օրենսդրական խնդիր ունենք եւ կարծում եմ այս ամբողջ քննարկման պատճառն էլ դա է, որ մեր գնումների մասին օրենքը ներկայումս հստակորեն չի կարգավորում այս հարաբերությունները եւ շահերի բախման վերաբերյալ կարգավորումներ նախատեսում է միայն գնահատող հանձնաժողովի անդամների եւ քարտուղարի համար։ Մինչդեռ հենց այդ պատվիրատու հիմնարկի ղեկավարի վերաբերյալ որևէ սահմանափակումներ չի նախատեսում եւ այդպիսով որևէ կերպ այդ ազդեցությունը հիմնարկի ղեկավարի
չի կարողանում սահմանափակել։ Եվ կարծում եմ, որ դա է հիմնական պատճառը, որ մենք խնդիրներ ենք ունենում։ Այսինքն կամայականության տեղ է այդտեղ մնում կա։ Այո, այսինքն արգելք չկա, որ համայնքի ղեկավարը իր հետ փոխկապակցված անձանց հետ կազմակերպությունների հետ պայմանագրեր կնքել եւ դրանից օգտվելով համայնքի ղեկավարները նման պայմանագրեր կնքում են։ Եվ այդ իսկ պատճառով, երբ որ մենք շատ նաև առիթից օգտվելով ինֆոկոմին էլ շնորհակալություն կհայտնեմ, որ շատ հետաքրքիր ուսումնասիրություններ են անում եւ այդ ուսումնասիրությունների վրա երբ որ մենք էլ արդեն ուսումնասիրում մենք սահմանափակված ենք նրանով, որ նայենք, տեսնենք այդ գնման ընթացակարգերը պահպանված են, թե պահպանված չեն։ Եթե պահպանված են լինում, մեզ մնում է արդեն գնալ միայն վարչական վարույթի դաշտ, այսինքն հայտարարություն ներկայացրել են պայմանագիր կնքելուց առաջ, թե հայտարարություն չեն ներկայացել, եթե վարչական պատասխանատվության ենք ներկայացնում այդ դեպքում, կարող եմ նշել, որ վերջին 2 տարիների ընթացքում նմանատիպ 16 դեպք ենք ունեցել, անցյալ տարի 6 համայնքի ղեկավարը պատասխանատվության ենթարկվել մինչև պայմանագիր կնքելը փոխկապակցված անձանց ընկերությունների հետ հայտարարություն չներկայացնելու, այս տարի արդեն 10 նման դեպք ունենք, բայց չենք կարող շահերի բախումով գնանք, քանի որ գնումների մասին օրենքը դա չի կարգավորում։ Կարծում եմ, որ այդ հարցը կկարգավորվի, որովհետև ինչպես ռազմավարությամբ է նախատեսված հակակոռուպցիոն ներկայումս էլ կառավարությունը իդեմս ֆինանսների նախարարության նախագիծ ունի, որով արդեն իսկ կարգավորվում է այդ հարաբերությունները, թե նախագիծ, որը դեռ չի ընդունվել։ Նախագիծ, որը քննարկումների փուլում է, այո, այս պահին ֆինանսների նախարարությունը շրջանառել է այդ նախագիծը, քննարկումների ակտիվ փուլում է գտնվում եւ դրանով արդեն իսկ նախատեսվում է նաեւ հիմնարկների պետական մարմինների ղեկավարների հետ կապված սահմանափակումները, թե որ դեպքում կարող է պայմանագիր կնքվել, որ եւ ամենակարևորը նաեւ հստակեցվում է գնումների մասին օրենքով փոխկապակցված անձանց շրջանակը։ Նույնիսկ հիմա այն մարդկանց հետ մենք նշեցինք, չէ՞ որ գնահատող հանձնաժողովի անդամների փոխկապակցված շահերի բախման հարցերը որոշակի կարգավորում են, բայց այդ դեպքում էլ փոխկապակցված անձանց շրջանակը այնքան նեղ է, որ չի համապատասխանում հանրային ծառայության մասին օրենքով մեր բանին, փոխկապակցված անձանց շրջանակին եւ այս օրենք մարդիկ, այո, մենակ ընտանիքի անդամներն են մնացել, այսպես ասած, այդ օրենքում միայն ընտանիքի անդամներն են որպես փոխկապակցված անձիկ, իսկ հանրային ծառայության մասին օրենքով գիտեք, շրջանակը շատ լայն է եւ այս նախագծով նաեւ այդ հարցն է կարգավորվել առանց շատ փոքր բացառություններով նույն կարգավորումն է փոխկապակցված անձանց ինչ որ հանրային ծառայության մասին օրենքում, բացի դրանից այդ օրենքում նաեւ շահերի բախման հասկացությունն է տրվում գնումների մասին օրենքի, ինչը էլի կարևոր է, որպեսզի նաեւ այդ օրենքի շրջանակներում շահերի բախումը կարգավորվի։ Լսենք հարցեր։ Հարցեր չէ, բայց ես կուզեի արձագանքել կարողությունների հետ կապված հարցի, որովհետեւ հիմա դուք եք այստեղ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ ձեզ արձագանքում, որովհետև այս կարողությունների ձևավորումը այտենց ձեզանից անկախ process չի։ Այս համայնքային քաղաքական թիմերին հավաքագրողը ընտրություններին ներկայացնողը ձեր քաղաքական ուժն է։ Ու ինձ թվում է այս ավելի շատ ներքին հարցադրում է, քան արտաքին։ Ոնց է լինում, որ դուք ձևավորում եք քաղաքական թիմեր համայնքներում, որոնք չունեն կարողություններ։ Քաղաքական թիմ չէ, դա վարչության աշխատակից է, Ամեն որտեղ դեպքում համայնքում նման մասնագետ չկա, որտեղից գտնել։ Ընտրված քաղաքական թիմը կրկնակի կամ եռակի, որ ինքը կարողանա մի համայնքից մյուսը գա եւ այդ ծառայությունները ձևավորումը հիմա բազմաթիվ դեպքերում համայնքապետը ասում է ես տեղյակ էլ չէի, որ տենց մի հատ հայտարարություն պետք է ներկայացնեմ, ես էլի կարողության հարց է։ Նույնիսկ համայնքապետերի դեպքում մենք ունենք կարողության խնդիր, որոնք ընտրովի փաստացի ավականու կողմից ընտրովի բայում քաղաքական թիմով են գալիս։ Հիմա եթե այնտեղ կարողություններ չկան, առաջնային թիրախը ոնց որ ձեր թիմերի կարողությունների զարգացումն է։ Դուք որ ասում եք տենց կտրված չի դա ձեզանից։ Թիմը ավականին է։ Ավականի ձևավորվել է։ Եկել եք համայնք, համայնքում ձևավորվում է աշխատակազմ։ Այո, ով է ձևավորում համայնքի ժողովրդից պետքա չէ գան այդ ասիկն աշխատակազմում աշխատեն։ Բայց այդ կարողությունները չպետք է ասենք մեր հարևանի աղջիկնա կամ տղանա, արի, ես ինչ բաժնում աշխատի։ Պետք է ունենալ կարողությունները։ Դե հիմա ուզում եմ ասեմ, եթե ունենք այդտեղից է ամբողջ խնդիրը, մենք պետք է այդ կարողություններով
ունենանք, որ կարողանանք մեր խնդիրները դնենք։ Եվ բացի դա, էլի ուզում եմ ասեմ, մենք վերջի շրջանում գնումների, այսինքն այս խնդիրը մեր բոլորին է այս խնդիրը։ Սա մեր բոլորի խնդիրն է, եւ ես դրա մասին չեմ ասում, որ գիտեք, մենք ամեն ինչ շատ իդեալական է, ոչ մի խնդիր Տիկին Մանավազյանը արդարացնողի եւ արդարացողի դիրքում չէր, ինքն էլ ինչ որ խնդիրներ արձանագրենք, որ ունենք խնդիր։ Կլսենք նաեւ Գևորգին, հա, ես վերջացնեմ եւ բազմաթիվ անգամներ հանդիպումներ են եղել համայնքների հետ։ Ես լսել եմ գնումների ընթացակ, այսինքն վերջին 1 տարին մենք այս խնդիրների հետևից գնում ենք եւ այո, ունենք փաթեթ գնումների կարգավորման, որը շուտով կդրվի եւ կգա ազգային ժողով եւ քննարկումներին։ Կխնդրեմ հանրային լսումների ժամանակ, որտեղ միգուցե ունենանք նման ինք գնումների օրենքի փոփոխությունը մի քիչ ավելի զգայուն է եւ բոլորի ներգրավվածությունը վստահ եմ պահանջվելու է բոլոր դեպքերում, եթե կլինեն հանրային լսումներ, ակտիվություն թող լինի, մենք երկու կողմի եւ օրենքի կիրառման մասով եւ օրենքի կիրառման հետևանքով առաջացած խնդիրների մասով ունենանք ուսումնասիրություն եւ հարցեր։ Գևորգն էլ ուներ։ Տիկին Մանավազյան, օրենքը, որի մասին մենք խոսում ենք, ինչքան ժամանակ այս փուլում, հանրային քննարկումների նախագծային փուլում։ Ես վերջին չեմ կարող ասել ժամկետ, բայց բավականին ժամանակ է։ Պարոն Ալխյան, դուք կարող հուշեք։ 4-5 ամիս ես գիտեմ։ Չէ, մի քիչ ավելի շատ։ Հա, ես այդքան 4-5 ամիս հիշում եմ, որ կա։ Որովհետև կրկնում եմ, ինքը լուրջ փոփոխությունների փաթեթ է, իսկ մենք որքան ժամանակ ուզեցել ենք գնումների մի ինչ որ օրենքի կպնելու բավականին մեծ աղմուկ, որ այս դեպքում սա է խանգարվում, այս դեպքում նա է խանգարվում։ Սա գիտակցում ենք այն փաստը, որ ինքը հանրային կարողության պետական գնումներին առնչվող խնդրած է։ Մենք գիտակցում ենք նաև այն փաստը, որ եթե պետությանը կառավարությունը կարիք ա լինում, ինքը կարողանում է էներգետիկայի մասին օրենք, հանրային ծառայությունների մասին օրենք 24 ժամում փոխի։ Եթե իր համար դա առաջնահերթություն է։ Բայց ոչ երբ որ դա վերաբերում է ավելի մեծ շերտերի եւ ավելի շատ շերտերի։ Հանրային ծառայությունների մասին օրենքը, հեծին առնչվող օրենսդրական դրույթները բոլոր էներգետիկ համակարգերին են վերաբերում, ավելի լայն շերտերին ընդգրկում, քան պետական գնումները։ Բայց այստեղից սպառողներին ինչ որ ձևով, այսինքն փոփոխության առումով սպառողին ուղիղ վերաբերելի հատված կա։ Այո, մինչև հիմա լինում։ Մինչև հիմա կառավարիչներ են փոխել, նրանց գործունեությունից փոխվում է։ Բայց գործունեությունից ինչ է փոխվել, եթե ոչ դեպի ավելի արագ արձագանքման եւ մնացած հարցերը։ Ես ուրիշ տեսանյութ, այսինքն մենք գտնում ենք, որ կան առաջնահերթ հարցեր եւ կան հարցեր, որոնք ես պայքարենք քաղաքական։ Ես կարծում եմ գնումների մասին օրենքը եւ այդ փոփոխությունների մեծ փաթեթը հրատապ է ցանկալի, որ հնարավորինս շուտ լինի, բայց երբեմն այդ փաթեթի փոփոխությունը մենք պետք է թույլ չտանք հետագայում կիրառման ժամանակ ունենանք բջջագույն խնդիրներ եւ խոչընդոտներ, հետո նստենք ասենք ինչու է փոփոխության մեջ այս բանը չներառեցին եւ դա բավականին մեծ ընդլայնված կազմով ու մանրակրկիտ քննարկումների բան է տվել։ Մի հատ երկու հատ է բլից հարցում ոնց որ պարոն Ալխյան, ձեր հանձնաժողովը, կոռուպցիայի կանխարգելման նման հանձնաժողովը շահերի բախման ուսումնասիրություն է, չէ՞ իրականացնում։ Ինչքան եք դուք օրինակ նախորդ տարի ու այս տարի ստացել, որից 16-ն եք անը, ինչքան դիմումներ եք ստացել, ինչքան ուսումնասիրություն։ Ու ինչ աշխատակ ասում։ Կասկածելի ցածր թիվ է։ 134 ուսումնասիրություններ ենք կատարել, այդ ուսումնասիրություն անցյալ տարի եւ այս տարվա թվերն եմ ես ասում 24-25 թվականների ընթացքում շահերի բախման վերաբերյալ եմ ասում։ Դրանց ասեցի, որ մեծամասնությունը գնման գործընթացներին է վերաբերվել եւ դրանցով մենք 16 դեպքով ունեցել ենք, որ հայտարարություն չեն ներկայացրել։ Այսինքն այդ է մեր տվյալները, մնացած դեպքերով մենք ուսումնասիրությունները կատարել ենք, ուսումնասիրությունների արդյունքներով բարձվել է, որ ընթացակարգները հիմնականում ձևական առումով պահպանված են եղել, այն դեպքերում, երբ որ մենք տեսնում ենք, որ խնդիրներ կան անընդհատ նույն համայնքում նույն կազմակերպությունները, որոնք որ փոխկապակցված են, մենք այդպես ասած ձեռքներս ցալած չենք նստում, եթե ինչ-որ կասկածներ ենք ունենում, որ հնարավոր է, որ այդ եմ ասում, հնարավոր է, որ խոչընդոտներ են որոշակի առումով ստեղծվում այլ մասնակիցների համար կամ այդ համայնքի եկան ինչ-որ ազդեցություն կարող է ունենալ առերևույթ, հնարավոր է նման կասկածներ, երբ որ ունենում ենք, մենք նման դեպքերում նաև համագործակցում ենք իրավապահ մարմինների հետ, մենք եղել են դեպքեր, որ երկու դեպքում այս ուսումնասիրությունների արդյունքները
արդյունքում երկու դեպքում հաղորդումներ ենք ներկայացրել դատախազություն, մեկ դեպքում վարույթ նախաձեռնվել, մեկ դեպքում օպերատիվ նստուգում, իսկ եղել են նաև դեպքեր, որ մենք պարզապես գրությամբ դիմել ենք մի շարք դեպքերում, որպեսզի օպերատիվ ճանապարհով այդ կրկնվող, պարբերաբար կրկնվող դեպքերը նույն համայնքապետի, նույն կազմակերպության հետ ուսումնասիրել։ 134, բայց գնումները կարծում եմ մի քանի տասնյակ հազար են չէ տարվա կտրվածքով։ Այսինքն 134 0 քանի տոկոս է կազմում։ Ճիշտն ասած, էլի ես կգնանք կհասնենք էլի այդ կարողություններին, մեր վարչությունը դրա համար նաև շնորհակալություն հայտնեցի, որ նաև լրատվականներն են մեզ օգնում, որպեսզի ուշադրություն հրավիրեն։ Բացի դրանից մենք խնդիրներ առնենք ցավակարգ հետ էլ որոշակի խնդիրներ ենք տեսնում, դրա հետ կապված էլ առաջարկություններ ունենք, որպեսզի բոլոր պայմանագրերը հրապարակվել եւ այլն։ Ամբողջությամբ ուսումնասիրելը ճիշտ է, մենք մի քանի գործիքակազմ ունենք, մեկը դիմումներն են, մեկը լրատվական միջոցների հրապարակումներն են, մենք հիմնականում մենք այդ շրջանակներում ենք անում եւ բացի դրանից մենք անցյալ տարի մշտադիրքարկում արեցինք համայնքի ղեկավարների հետ կապված այս գնումներն նաեւ այդ շարժանում եւ մի քանի դեպքեր մենք մեր նախաձեռնությամբ հանեցինք, մնացած դեպքերը հիմնականում լրատվականների արտաքին ազդակներ են անշուշտ։ Գևորգ Հավարդի իմ տեղեկությունով այս թվերը շատ ցածր են, նույնիսկ 5%-ը չեն հասնում այն ինչ որ դուք ստուգում եք ընդհանուր գնումների գործընթացի։ Դա է, ու սրանից էլ գալիս է այդ մյուս խնդիրները, որ շահերի բախման համակարգը չի բացահայտվում։ Այո, օբյեկտիվ է, օրենսդրական աշխատակազմի բացակայություն։ Ինչ վերաբերում է օրենքին, այո, միանշանակ օրենքը պետք է բոլոր պրիզմաներով անցնի, ինչը նորմալ է տարբեր համակարգերում նոր ընդունվի ու հաստատվի։ Բայց այս դեպքում մենք մի ուրիշ բան ունենք, օրինակ դատավորների կամ մյուսների դեպքում մենք բարեվարկության ստուգման գործընթաց ունենք։ Այո, համայնքներում մենք դա չունենք, բայց մյուս կողմից համայնքներում ինչպես Սևակենց Ինֆոկոմի հետաքննություններն է ցույց տալիս, համայնքներում պաշտոնատար անձինք իրենք էլ չեն վերահսկում իրենց աշխատակազմներին։ Իրենք թեկուզ, այսինքն բոլորը բոլորին ճանաչում են հատկապես փոքր համայնքներում ու նման բաների բացահայտումը շատ հեշտ է, շատ բարձր է իրականացնել, կարծիքով սա էլ է գալիս, եթե չկա բարեվարկության ստուգում, գոնե առնվազն համայնքի իշխանությունները պետք է ներքին վերահսկողություն իրականացնեն։ Շնորհակալ եմ։ Ես չեմ ուզում մեղադրողի ինչ որ դերում հանդես գալ, քանի որ Տիկին Մանավազյանը ինքը կարծես թե հա այստեղ ներկայումս փորձում է, հա, չգիտեմ, պաշտպանել կամ օբյեկտիվորեն ներկայացնել, բայց եկեք սկսենք նրանից, որ տարիներ շարունակ փորձառու թիմեր են եղել, այսինքն համայնքի ղեկավարների ընտրված կամ քաղաքական թիմերի որոշումներն ա եղել, որպեսզի ինչ որ մարդկանցից ազատվեն փորձառու նոր մարդկանց բերեն։ Սկսենք դա, այսինքն դա չի արդարացնում, որ մարդիկ չգիտեն։ Պատասխանատուն միակ մարդը դա համայնքի ղեկավարն է։ Ուրեմն ինքը պետք է քշեր ցերեկ յուրաքանչյուր գնման վրա նստի նաև աշխատի, եթե ինքը այդ պատասխանատվությունը վերցրել է։ Այստեղ դուք ասեցիք, որ ուզում եք, հա, այսինքն օրենքի նախագիծը բերում եք, որպեսզի պետական վերահսկողական ծառայությունը իրականացնի եւ դա ընդդիմության նաև որոշ գործիչների կողմից ընկալվում էր որպես, հա, չգիտեմ, մուրճի բան, այսինքն որ կարան սենց վերահսկեն համայնքներին, միգուցե դրա մեջ ճշմարտություն կա, բայց իրական անկախությունը տեղական ինքնակառավարման մարմինների ինքը ստեղծվում է, երբ որ դու թիմերին տալիս ես հնարավորություն քաղաքականություններ մշակելու, իրացնելու եւ առաջ տալ։ Օրինակ, եթե մենք այսօրվա դրությամբ ունենք օրինակ, հա, որ համայնքի ղեկավարությունը օրինակ որոշում է կայացնում, որ իր համայնքը պետք է զարգանա այս ինչ X ուղղությամբ, հայտարարում է համայնքը, չգիտեմ, առաջնահերթությունը, որ պետք է այդ ուղղությամբ զարգանա, եւ չգիտեմ, եւ այստեղ չպետք է լինեն ինչ որ վնասական օրինակ գործունեություն։ Ես օրինակ եմ բերում բնապահպանության ոլորտից, եւ տվյալ համայնքի ղեկավարության դատի են տալիս, այսինքն տարածքային կառավարման նախարարություն դատի է տալիս, որ դու այդ որոշումը չունես, իրավունք չունես անելու, մի հատ էլ պարտավորեցնում են, այսինքն վարչական, այսինքն անկախությունը ուրիշ տեղ է թիմերի։ Վերահսկողությունը ինքը նորմալ բան է։ Մեր թիմերին պետք է տալ անկախություն սեփական քաղաքականություն նախագծելու առաջ տանելու առումով, որպեսզի իրենք նաև կայանան որպես քաղաքական մարմիններ, այսինքն խոսքը տեղական այսինքն պետական գնումների վերահսկողությունը դա անկախության չի խանգարում։ Դա այստեղ եթե մենք չենք ուզում, որպեսզի այդ որպես մուրջ աշխատի, օրինակ չգիտեմ, այս համայնքի ղեկավարը իրան ինչ որ լավ չի պահում, Մետոդ չգիտեմ, հա, լծակ։ Սա անդիմադիր է, սրան օրենք, սա իշխանական է։ Այստեղ պետք է այլ մեթոդ մշակենք, այսինքն չի կարող, ասենք, տեղական ինքնակառավարման մարմինները չեն կարող էլի չվերահսկվել ընդհանրապես։ Պետք է ինչ որ մոտեցում մշակել։
ինչ մարմին, հա, միգուցե անկախ մարմին ով կարա, միգուցե թիմերի օրենքով դնել թիմերի վրա, հենց որպեսզի թիմերը այդպիսի մարմին ձևավորեն եւ աշխատացնեն, այսինքն մենք այստեղ պետք է գնանք իրական կարիքներից, էլի, այսինքն միթե առանց վերահսկողության կարող են թողնել, միանշանակ չէ, բայց պետք է այո, հնարավորինս մեղմ պահենք իրենց, հա, ճնշումների ենթարկելու գործիքները։ Մի հարց է, էլի, մենք շատ կարևոր բան ունենք, հա, շահերի բախում էլ է մի կողմ։ Մենք շատ կարևոր հարց ունենք էթիկայի հետ կապված, այսինքն այդ էթիկան, այ դա որպես մուրջ պետք է նստած լինի, որովհետև դու կտեսնես համայնքի ղեկավարներ ու տող խմող տարբեր բիզնեսմենների հետ, չգիտեմ, խանութների հետ, հանքարդյունաբերողների հետ, այսինքն ջան, ջիգար եւ այլն sense ախպերություն, այսինքն ստեղծվում են հարաբերություններ ու դա նորմալ է, իսկ մենք մեր ժողովրդին ստացվում է, որ սովորացնում ենք, որ դա նորմալ է։ Այսինքն այստեղ մենք ունենք խնդիրներ, մինչև շահերի բախումը նաեւ։ Մենք ունենք էթիկայի, պիտի վախենա, պիտի քաղաքական գործչի պես վախենա, ինքը գնա, ուզում է ընդունվի, ուզում է այդ մարդու հետ շփվի։ Թափանցիկ ընդունելություն անում, գործարարին կանչում է, բնակչությանն էլ հանդիպում, ասում է, ինչ գործարարի հետ մենք նստում ենք եւ քննարկումներ ենք անում, ոչ թե գնան ռեստորանները մուտեն խմեն օրինակի համար, հա, այդ ավանդույթը հնից եկած կա, էլի այսպես ասենք։ Խնդրեմ, եթե շարունակել բանակ, եթե ոչ Սևակին էթիկայի առումով մենք մեծ անելիքներ ունենք։ Այ վարկագծի Սևակ, հետո Տիկին Մանավազյանը խոսի։ Պետական վերահսկողության ծառայության հետ կապված ինչ թվում է տրամաբանական է, որ պիտի նման ընկալում լիներ այդ որոշմանը, որ դա հնարավոր է դառնա մուրջ, որովհետև մենք ունենք մի իրավիճակ, երբ որ այն անկախ կառույցները, որոնք իրապես պիտի կոռուպցիայի դեմ պայքար ծավալեն, այս պահին չունեն այն բավարար կարողությունները, ընդ որում թե աշխատող մարդկանց կարողությունների մասով, թե ֆինանսական մասով, ինչը իրար հետ փոխկապակցված է։ Հիմա եթե նայենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջին կարգի մասնագետների աշխատավարձերը, ուղղակի այդտեղ պրոֆեսիոնալ մարդ երկար ժամանակ պահելու անհնարինություն կա ու ինձ թվում է դուք էլ կփաստեք, որ մեծ հոսունություն կա այս կառույցում։ Հիմա մենք եթե ուզում ենք արդյունավետ աշխատող նման կառույց ունենանք, պետք է հնարավորինս լայն, չնայած լիազորությունները բավականին լայն են, պետք է մասնագիտական որակի Մասնա դուք չեք կարող օրինակ 200,000 դրամ աշխատավարձ, օրինակ, երբ ասում եմ համայնքում ունենք խնդիր, այդ ձեր նույն մատնանշած խնդիրը, որ 200 չէ, 100,000, 150,000 դրամ աշխատավարձով չեն կարող բարձր գիտելիքների գնումների մասնագետ, գիտելիքներով գնումների մասնագետ ունենանք, դուք ասում եք դա ձեր խնդիրն է, բայց դեպքում կոռուպցիա կա։ Որովհետև քաղաքական թիմը դուք եք ձևավորում, ազդակները ձեզ են գալիս, եթե այնտեղ խնդիր կա, ընդ որում համայնքների դեպքում աշխատակազմի աշխատավարձերի սահմանման ավելի ճկուն գործիքակազմա, քան այլ պաշտոնների դեպքում։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին հստակ սահմանած է ու ես չեմ պատկերացնում 200,000 դրամ աշխատավարձով պրոֆեսիոնալ, որը երկար ժամանակ կմնա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, ընդ որում այնտեղ պատասխանատվության ռիսկերի մի ավելի մեծ շրջանակ կա, որ մարդը պիտի կանա կրի իր վրա։ Հիմա այս կառույցին պետք է օրինակ տալ հնարավորություն ավելի արդյունավետ աշխատելու։ Դուք փոխանակ արդեն գոյություն ունեցող լիազորություններով կառույցին ուժեղացնեք, ընդ որում անկախ կառույցի, որովհետև մենք եթե ավելի դուք եթե ընտրություն ենք կատարի ժողովրդավարական ընթացքի, այս կառույցները պիտի ուժեղանան։ Անկախ կառույցները պիտի ուժեղանան, ոչ թե ուղիղ վարչապետի ենթակայության գտնվող պետական վերահսկողության ծառայության մեջ մտելա 18 թվականից հետո դա պիտի նոնսենս է դա պիտի այդ համայնքների անկախությունը դուք չգիտեմ ինչ եք կանում ու մենք բազմաթիվ դեպքեր ունենք էլի ընտրություններից հետո հանկարծակի բացահայտումների գործերի հարուցման նոր ընտրությունների նշանակման հարությունը չի հավատալու ձեզ նման իրավիճակում, երբ որ դուք ասեք, որ պետական վերահսկողության ծառայություն, պրոստը մենք ուզում ենք ամեն ինչ լավ լինի, կոռուպցիա չլինի։ Մյուս կառույցներին ուժեղացրեք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եկեք լսենք ձեր հարցի պատասխանը, խնդրեմ։ 2018 թվականից հետո կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իր լավագույն ճանապարհը, այսինքն հնարավորությունը, բոլոր հնարավորությունները տվել են
մեր իշխանության ժամանակ է ինքը կայացել որպես կառույց եւ ինքը հիմա շատ հնարավորություններ ունի իր կարողություններն է մեծացնելու ֆինանսական հարցերն է ես ուզում եմ հասկանամ հիմա քննարկում ենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարողությունների զարգացման հարցը իրենք բյուջե ներկայացրել են բյուջեն չի հաստատվել դա եմ ուզում որովհետեւ նույն սկզբունքով մենք հաշվեկնիչ պալատին տվեցինք օրենքի փոփոխություններ այնտեղ արդեն բավականին օրենքի փոփոխություններով ոչ աուդիտի մասնագիտական կարողություններով մարդիկ չեն կարող այնտեղ աշխատել եւ լիքը այլ նրբություններ կար, որը օրենսդրական փոփոխությունով տվեցինք հաշվեկնիչ պալատին եւ այդ լիազորությունները եւ ուժեղացրինք իրենց։ Ներկայացրել են թե չէ, բայց չկա մի հատ քննարկում, որ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներից կամ առանձին բաժինների պետերից, աշխատակիցներից խոսակցության ընթացքում այս կարողությունների, բյուջեների հետ կապված հարցի մասին խոսակցություն մենք չունենանք։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի լինելով բյուջետային հանձնաժողովի անդամ, ես բյուջեի քննարկման ժամանակ թե կոմիտեի նիստում թե առհասարակ երբևէ չեմ նկատել, որ կա ֆինանսների ավելացման կամ նման խնդիր եւ կարողությունների։ Ես գիտեմ, որ ունեք թափուր տեղեր, նույնիսկ թափուր տեղերի համալրման։ Ինչն է պատճառը այդ թափուր տեղերի։ Այդ դեպքում թող ներկայացնեն ինչ խնդիր կա։ Դա միգուցե ներքին կառավարման կամ չգիտեմ, գրավիչ չեն այդ աշխատատեղերը։ Դա ներողություն եմ խնդրում, բայց պետական համակարգում շատ ընդհանրապես առհասարակ մենք խնդիր ունենք նման դեպքերում ինչի մասն է խոսքը, բայց եթե համեմատեք օրինակ փոփոխություններ սկսում են մտածել կարող եք համեմատեք քննիչների աշխատավարձը ու հանձնաժողովի աշխատակիցների աշխատավարձը Ընդ որում իրանք ռիսկայնությամբ հա մի քիչ կարող է տարբերություն ունի, բայց բավարար մոտ իմ կարծիքով ռիսկային առումով, քանի որ այնտեղ էլ այդ ռիսկայնությունը պայմանավորված է կոռուպցիոն։ Ես հենց աշխատավարձի չափը չգիտեմ, որքան է որ մի հարց էլի, ես ունեմ ուղղակի պետք է տամ ճշտենք։ Հանձնաժողովը երբ աշխատում, երբ պլանային ստուգումներ ունի ինքը, թե նաև ահազանգների իման վրա։ Եվ այստեղ է խնդիրը, մեր հանրապետության բոլոր տեսչությունները այո, տեսչական Տեսչի մենք, ես ասեցի, որ հանձնաժողովի լիազորությունները այդպիսի չի։ Պլանային, այդ նշանակում է, որ ունենում ենք ծրագրային, ունենում ենք ստուգումներ, այո։ Դե ինչքան որ հանձնաժողովի ռեսուրսները բավարարում են, որովհետև այստեղ է մեխանիզմը այստեղ է թույլ, այսինքն ռեսուրսներ պետք են շատ, ստուգումներ պետք են շատ։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ տարեցտարի մոտավորապես կրկնակի չափ շատանում են նման դեպքերի ուսումնասիրությունները։ Օրինակ ես կարող եմ ասել, որ այս տարի անցյալ տարվանից մոտավորապես արդեն իսկ մի 50-60 ավել մենք ուսումնասիրություններ ունենք։ Այսինքն դա գալիս է նաև նրանից, թե քաղաքացիները ինչ ակտիվություն, շատ ակտիվություն են սկսել այս տարի դրսևորել նաև քաղաքացիները երևի հասկանալով, որ իրենց ուղարկած դիմումները համապատասխան ընթացք են ստանում, դա շատ կարևոր է նաև հանձնաժողովի համար, եւ լրատվականներն են շատ հրապարակումներ անում եւ բացի դրանից մենք ամեն մի ոլորտով երևի 1-2 այդպիսի պլանային ուսումնասիրություններ ենք ունենում, որոշակի ռիսկային խմբեր ենք ի հայտ բերում եւ հայտարարագրերի ուսումնասիրություն ենք անում եւ այս առումով լինի, եթե ավելի շատ կադրեր ունենաք, ավելի գրավիչ իհարկե, եթե մեր լիազորությունները այդպեսի քիչ են լինում քաղաքացիների, տարեստարի հանձնաժողովի լիազորությունները անընդհատ ավելանում են եւ այդ կադրային բազայի ավելացումը կբերի նաեւ ավելի ակտիվ աշխատանքին։ Ես նույնպես քանի որ ասեցի կադրային հոսքն էլ իմ կարծիքով պետական բոլոր մարմիններում էլ այդ խնդիրը այսօր կա եւ կարծում եմ որ ընդհանրապես դա պետք է բերի նույն հենց համայնքներում օրինակ տեսեք այդ հարցը բարձրացրեցիք մեր մոտ էլ երբ որ գալիս են այս վարույթներով համայնքի աշխատակիցները աշխատակազմի որպես ներկայացուցիչ եւ այլն մենք հասկանում ենք որ նաեւ օրենսդրական կարգավորումների որոշակի առումով իրազեկվածության խնդիր ունեն եւ այդ իսկ պատճառով նաեւ երբ որ մեր աշխատակիցները երբ որ գնում են մեր հանձնաժողովի աշխատակազմի ներկայացուցիչները գնում են ամեն տարի այտենց համայնքներում հանդիպումներ են ունենում եւ հայտարարագրերի հետ կապված խնդիրներն են ներկայացնում նաեւ առաջարկում ենք որպեսզի այդ օրենսդրական կարգավորումներն են ներկայացնեն մասնավորապես այն մասերը ինչ վերաբերվում է մեր հանձնաժողովի մանավանդ այդ հայտարարություն ներկայացնելուն եւ դա որոշակի առումով այս տարի արդեն արդյունք տվել է եթե անցյալ տարի մեզ
8 դեպքով էին հայտարարություն համայնքի ղեկավարները շահերի բախման հետ կապված դեպքերով ներկայացրել, այս տարի արդեն մենք 40 դեպք ունենք, որ համայնքի ղեկավարները նման հայտարարություններ ներկայացրել են, այսինքն մարդիկ եթե իրազեկված լինեն, օրենսդրական կարգավորումներին ավելի տեղյակ լինեն, կարծում եմ ավելի Մարավազյան, բայց մի հարց էլ Սևակը կարևոր բան էր ասում, ՊՎՑ-ն ամեն դեպքում վարչապետի ներքո, այսպես ասեմ, հա, աշխատող կառույց եւ հայեցողության տեղ կա։ Օրինակ ուղարկել ընդդիմադիր համայնքապետերին եւ գնումներ process-ները ստուգել։ Իսկ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ինքը անկախ ինստիտուտ է։ Ճիշտ չի լինի վստահությունը այս ստուգումների, պետական ստուգումների նկատմամբ բարձրացնելու նպատակով ռեսուրսներ ուղղորդել այս հանձնաժողով օրինակ։ Դա է, չէ՞, նաև զարգացնել անկախ կառույցները, ոչ թե ուղիղ վարչապետի արտահայտվեցի, որ ռեսուրսները ուղենք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, այլ ասացի, որ խնդրի մասին թերևս տեղյակ չենք, որ նման խնդիր կա, լինելով նաև բյուջետային հանձնաժողովի անդամ, երբևէ չեմ առնչվել, որ իրենց մոտ աշխատավարձերի կամ կարողությունների ավելացման հետ կապված հարցեր կան։ Բայց անդրադառնալով թեմային, թույլ տվեք մեկ բանի մասին է խոսենք, մենք ունենք նման հասկացողություն, որ մրցույթի դրված թեկնածուներից առաջնահերթությունը տրվում է ցածր գին տվողին։ Սա վերջին նախորդ ազգային ժողովում ֆինանսների փոխնախարարը ներկա էր փոփոխության մասով զեկուցումներ օրենսդրական հարցը բարձրացրեցի եւ Պարզվում է, որ օրենքի մեջ իրականում նման հղում որպես այդպեսին չկա, որ ցածր գնին պետք է տան։ Այսինքն մենք համայնքներում սա գալիս է նաև էլի մեր իրազեկվածությունից, այսինքն մեր ասելով համայնքներում տիմերում գնումների ընթացակարգը, process-ը կազմակերպող կազմից, որ ինչու են միշտ փորձում առաջնահերթությունը տալ ցածր գին, երբ որ կարելի է բնութագրում տալ նաև որակի ասեմ ինչու դուք խոսացել եք գնումների մասնագետների հետ կառույցների։ Եթե խոսակ կասեն, որ դա դատվելու ուղիղ ճանապարհ է։ Երբ որ քաղաքականապես իրանք ձեռնտու չլինեն, շատ ուղիղ ճանապարհ է, որտեղ չկա հստակ չափելու մեխանիզմը, որակական չափիչը գոյություն չունի։ Այսինքն մարդիկ, երբ որ որակական չափիչով առաջնահերթություն տան ավելի որակական առաջարկին, շատ ուղիղ ճանապարհ է, երբեմն դատվելու։ Քանի որ դա բավականին երկար էլի հարցերի եւ քննարկման առիթ է եղել, ես տեղյակ եմ, որ քաղաքաշինության կոմիտեն բերում է մի որոշում, որտեղ ռեյտինգայինով կարգավորելու այդ հարցը, ստացվում է, որ 3 ընկերություն բացած շինարարական ընկերությունը կարող է մասնակցել եւ շատ էժան տալ եւ տապալել կոպիտ ասած այդ process-ը, առաջանա համայնքի դժգոհությունը, բնակիչների դժգոհությունը, ինչը ունենք։ Ես կարող եմ նույնիսկ ասել, որ մենք նման դեպքեր ունենք եւ շատ ունենք համայնքներում, որի հետևից ես էլի գնացել եմ, դիմել եմ գրությունով, դիմել եմ ստուգման եմ տվել եւ այլն, բայց խնդիրը գալիս է խորքային հենց այդտեղից։ Այո, քաղաքաշինության կոմիտեն պետքա ռեյտինգավորի եւ ըստ կատեգորիաների ընտրի, որ ընկերությանը պիտի տա օրինակ բավականին մեծ բյուջեով դպրոցի մանկապարտեզի կառուցման խնդիրը, որովհետեւ չի կարող շինարարը մի մրցույթում հաղթել էժան, մյուսում գնա այնտեղ հաղթել էժան եւ տապալի մեր ամբողջ այդ process-ը եւ գործընթացը։ Սրանք կարեւոր բաներ են, ես կարծում եմ, որ ընթացքի մեջ է, այո, այդ մտահոգությունը եւ այս ամբողջ նաեւ ինչից է եկել այս մտահոգությունը, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունում կապիտալ ծախսերի ծավալը տարի ավելի մեծացել է, հիմա ավելի մեծ ծավալների է հասնում։ Ես չեմ ասի, որ գիտեք, մեր մոտ շինարարներ չկան, աշխատողներ կան, շատ են եւ գնալով ավելի շատ են, բայց մեզ որակ է պետք։ Մեզ որակ է պետք եւ այնպիսի շինարարական ընկերություններ եւ ընկերություններ, ովքեր իրենց վրա պատասխանատվություն կվերցնեն, ոչ թե անորակ բանը բերել հրամցնելով մեզ, որտեղ դա գնալու է սերունդները օգտագործման, այլ անորակ ինչ որ այլ որակով լավը կբերան եւ հաշվի առնելով նայած իրենց սրտացավությունը, վերջիվերջո շինարարությունը արվում է պետության համար եւ մեր սերունդների համար, դրա համար նաեւ մեզ պետք են ոչ միայն շինարարներ, ովքեր ուղակի գալու են բիզնես անեն, այլ նաեւ սրտացավ են լինելու։ Այստեղ մի հատ հարց կա, որ արդեն գոյություն ունեցող մեխանիզմները շատ ժամանակ չեն աշխատում։ Մենք մտածում ենք մի հատ էլ ինչ նոր մեխանիզմներ։ Մենք ունենք տեղհսկողների մեխանիզմը։
Այդ մեխանիզմը եւս հին է եւ շատ վատն է։ Հին է, հին չէ, դուք գիտեք տեխսկոպ, որը պատասխանատվության է ենթարկվել, անորակ աշխատանքը ընդունելու դրական եզրակացություն։ Ես չեմ հերքում ձեր ասածը, ես ասում եմ տեխսկողների ինստիտուտը եւս ենթակա է փոփոխության։ Ինչ փոփոխություն է պատրաստվում ներկայացնել, ես չեմ կարող հիմա ասել, բայց ես այդ խնդիրը բացահայտել եմ, որովհետեւ ես գնացել եմ կներեք մի դպրոցում, որտեղ երկար ժամանակ ձգձգվում է շինարարի պատճառով խնդիր կա, եւ այդ դպրոցում, որը Վանաձորում է գտնվում, իդեպ այդտեղ ներկա եմ եղել, ես տեխսկողին տեսնելով հասկանում եմ, որ այստեղ տեխսկող գոյություն չունի, այսինքն այդ ինստիտուտը եւս խնդիր է, որը պետք է փոխել, ոնց փոխել, կոմիտեն աշխատում է վստահաբար։ Երկու դիտարկում երկու կարճ հարց Տիկին Մանավազյանին, առաջինը մեկ անձից գնումները, թեև դրանք որոշ առումով կարծեմ նախորդ տարի 24-ին նվազել են, բայց ընդհանուր եթե համեմատում ենք 18-ի դրությամբ, աճը եղել է բավականին մեծ, այս տարի 1.5 միլիարդից ոնց որ 300 միլիոններ մեկ անձից, ինչ վարչապետի աշխատակազմի տվյալներն եմ ասում։ Այս մասով ինչ եք կարծում, արդյոք նպատակահարմար չի նվազեցնել, հանել մեկ անձից գնումները ու դարձնել շատ հրատապ դեպքերում։ Երկրորդը մենք խնդիր ենք ունենում, երբ տեխնիկական բնութագրեր են գրվում, ու դա հատկապես հնչեղ է լինում մեքենաների տեխնիկական բնութագրերի գրման դեպքում համայնքները գրում են կոնկրետ մեքենա են ձեռք բերում։ Դա հանրային մեծ դժգոհություն է առաջացնում, որովհետև ինքը այո, մեծ գումարների գործ չունենք, բայց շատ այդ շքեղությունը մարդկանց աչքին զարնում է։ Ավելորդ շքեղություն։ Այո, օրինակ տենց կոնկրետ անուններ չեմ տալիս, բայց հեշտ է բարձր սիմուլյատ հետաքննություններ արեք 24-ին 2024-ին Արարատի մարզպետը որոշել էր, որ ID Volkswagen ID պետք է իր համար ձեռք բերի, դա մենք բացահայտել ենք, դեռ մի հատ հարցում ենք ուղարկի ասել ենք ինչու եք այս մեքենան ձեռք բերել, տեխնիկական բնութագրում այդպես անել, ասել են որ մեզ համար նպատակահարմար է այդ մեքենան, դրա համար այլ կերպ չեն կարող գրել։ Սա էլ է աբսուրդ, էլի, երբ այս մեքենաների շքեղության համար նման բան անում, ընդ որում այն իշխանությունը, որը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երբ որ պատգամավորը շատ են հիշատակում, երբ որ հայտարարում էր, որ պետք է պատավատները հեռացվեն, այդ շքեղությունը պետք է որոշ դեպքերում հեռացվեցին, չէ՞, ազգային ժողովի հանձնաժողովների նախագահն է, կարծեմ չունի։ Բայց հիմա մեքենաների նոր ձեռբերման պրոցեսն է, բայց դա էլի թիմի մասին օրենքն է ասում։ Հիմա ես ինչի պետք է մենք ինքներս որոշենք համայնքում ինչ մեքենա կշի։ Համայնքում դրա կարիքը կա թե չկա։ Չէ, բայց մագնիշի մասին մասին օրենքը ուղղակի ուղիղ արգելում է։ Այսինքն եթե մի հատ նենց ապրանքի հետ գործ չունեն, մյուսը վերաբերում է քաղաքական մասով մենք ինչի չենք արգելում, որ համայնքի ղեկավարը մեքենա է գնում իր համար։ Չէ, ոչ թե երկրորդ մասը գնումների մասով է, գնումների մասով շքեղությունը ինքը չափից շատ է, անընդունելի է, որովհետև նույն պետք չի գնել 40-50 հազար դոլարանոց մեքենա։ Գործընկերներ գնումների մասով եւ մնացած հարցերով ավականի գործունի, ավականի չտա, չհաստատի այս ավականին։ Իսկ ավականին ռիսկ ունի չհաստատի համայնքի ղեկավարի։ Այո, ունի եւ ունենք նման դեպքեր, ունենք շատ ինստիտուտը Ես կարծում եմ Տիմում, նաև ավականու ինստիտուտը, մենք իմիջիայլոց տարածքային նախարարությունը նախորդ տարի վերապատրաստման եւ հնարավոր ձևերով փորձելով, որպեսզի Տիմի ավականու ինստիտուտը ավելի քաղաքական լինի, օրենսդրությանը մոտ լինի, օրենսդրական բաներով առաջնորդվի ավելի շատ օրենքով, հնարավոր բոլոր միջոցներ ձեռնարկել է պրոցեսներին մեջ ներգրավելու համար եւ դա նաեւ մեր անելիքն է եկեք չասենք էլի որ Տիմը գնացել է ավականին չգիտեմ ով ձեր մտահոգությունը մասով ինչու չեն հասարակական կազմակերպություն ճիշտ եմ չէ հասկացա մասնակցում ընտրություններին կամ ներգրավում կուսակցականը հա այսինքն սկզբնական նախագծումը այդպես է եղել որ ընտրությունները դառնում են համամասնական որին իրավունք ունեն մասնակցել քաղաքական կուսակցությունները եւ համայնքային նախաձեռնությունները։ Հետո այդ համայնքային նախաձեռնությունները հանել են եւ մնացել են միայն քաղաքական կուսակցությունները։ Իսկ քանի որ տեղում կուսակցությունները քաղաքական թիմեր կայուն կայացած չունեն, հապճեպ թիմեր են ստեղծում, իսկ թիմեր են ստեղծում այն առումով, այսինքն նու ոնց է ստացվում դա ընդհանրապես, հա, այսինքն օրինակ Մարդ որը որ պայքարում էր, մարդ որը օրինակ կարող է պայքարում էր, ասեմ, չգիտեմ, ժամանակին։ Դա էլ ենք թույլ։ Այն ամեն ինչի դեմ, ինչի համար հիմա եկել է աշխատի։
ոնց կարա ինքը դրա համար աշխատի, էլի, այսինքն այստեղ մենք խնդիր ունենք եւ ընտրակարգի հետ կապված եւ քաղաքական թիմերի եւ ամենակարևորը ընտրակարգի ընտրական օրենսգրքի հետ փոփոխությունը վերջերս նախորդ գումարում բավականին էլի քննարկվեց, հանրային լսումներ եղավ, կարող եք գալ ձեր հարցերը բարձրացնել։ Խոսքը վերաբերում է նրան, որ պետք է համայնքային նախաձեռնությունները եւս մասնակցեն։ Իհարկե ես գիտեմ, մտավախությունը եղել է այն, որ օրինակ, սենց, հա, հնարավոր է ինչ որ մարդիկ, ասենք, թաղի խուժանը այո, համախմբվեն կամ օրինակ հին իշխանությունները համախմբվեն, ինչ որ նախաձեռնությամբ հանդես գան եւ գան ժողովրդին խափեն, բայց նրանք ավելի լավ մեխանիզմներ են, չէ՞, գտել, այսինքն ինչպես հասնեն իշխանության։ Այսինքն համայնքում ապա քաղաքական շրջանակները, չգիտեմ, մանկավարժա, ակտիվիստա, չգիտեմ, փորձագետ, ագրոնոմ, ինքը իրան կարող են, ասենք, օրինակ հանդես գալ եւ գալ, ասենք, նախաձեռնությամբ մասնակցել ընտրել, այդ շատ կարեւոր է, որտեւ էդ էլ շատ կարեւոր է, մի հատ քաղաքական թիմերը չափեն, իրենց խմբակցություններում քանի տոկոսն են հանրային գործիչ, այսինքն մինչեւ ավականի դառնալը հանրային գործունեությամբ եւ մասնագիտական կարողություններ ունեն, թե չէ, այդ շատ կարեւոր է եւ քաղաքական թիմերի, իսկ որպեսզի այդ բաները, ասենց ասած, մի քիչ, հա, ռիսկերը նվազեն, պետք է ուղղակի այլ հնարավորություններ տալ մարդկանց, իրենք կարողանան մասնակցել ընտրություններին։ Եվ եկեք սկսենք ապօրինել, այո, գրումների թեմայով սկսենք ապօրինել։ Ամեն ինչի հիմքում դա տեղական ժողովրդավարությունն է։ Եթե մենք գնանք հիմա տեղական ժողովրդավարությունը տեսնենք, ինքը շատ նողկալի վիճակում է։ Երևի թե միայն ու միայն բնապահպանական թեմաներով հանրային լսումներն են, որոնք որ քանի որ թեման ինքը շատ խիստ ակտուալ է, մարդիկ գնում են, մասնակցում են ու այդ մարդկանց խոսքը երբեմն փորձում են ճնշել տարբեր մեխանիզմներով։ Միտեղից բիզնեսն է, միտեղից երբեմն թիմն է բիզնեսի հետ միանում, ասես տարբեր ու փորձում են ճնշել, այսինքն 7 ամիս մարդկանց համոզում են, որ չի ախպեր։ Քեզ հանքա պետք է, ասենց ասած։ Մյուս մեխանիզմներ, այսինքն մյուս օրինակ, չգիտեմ, հա, հնգամյա զարգացման ծրագրի մշակում, չգիտեմ, երամսյակային հաշվետվություններ, բյուջետավորում, այսինքն, հա, հաջորդ տարվա, ասենք, տարեկան ծրագրերի պլանի կազմում, համայնքներում կարիքների բնակավայրերում գնահատում, այսինքն մուտքը բնակչության դեպի համայնքներ, ինքը խիստ սահմանափակված է, ոչ թե սահմանափակված է, որտեղ արգելք է դրված, այլ որտեղ այն մեխանիզմները, որոնք որ կան, իրենք չեն ապահովում այդ մասնակցությունը։ Հիմա եթե մենք գնանք տիպիկ հանրային լսման, կտեսնենք, որ նստած են միայն, չգիտեմ, համայնքի ղեկավարությունը, գյուղի, ասենք, տարածքի համայնքի մանկապարտեզների տնօրենները, լավագույն դեպքում դպրոցի տնօրենները եւ միգուցե ասենք գյուղի ինտելիգենցիայի մի երկու ներկայացուցիչ, հա, այսինքն ու դա կոմֆորտ զոնա է, այսինքն հարցադրում տվող չկա, վերահսկող չկա եւ այլն, դե հայտարարությունը տվել ենք, մարդ չի եկել, հայտարարություն ասենք տրվում է կայքում, որը որևէ մեկը չի կարդում, որովհետեւ նախ հետաքրքիր կայք չի, երկրորդը պիտի քաղաքացին փաստորեն մոնիտորինգ անի ամեն օր եւ գնա այդ կայքը կարդա կամ Facebook-յան էջի, որ օրինակ ունի 2000 հետեւորդ, հա։ Մենք ստեղ ավելի մի քիչ հեղափոխական մոտեցումների կարիք ունենք, իդեպ կա նաեւ, այսինքն օրինակ քննարկումներ ա եղել դերևս անցյալ տարի էլ առաջարկություններ ա ներկայացվել, օրինակը բերեմ, լավերից բերեմ, Լորի Բերթի համայնքը իդեպ կա հանրության մասնակցության ընթացակարգ, որը որ տարածքային կառավարման նախարարությունից իջեցվել է, որպես բալվանք, այսինքն որը պետքա մշակվի, տեղայնացվի։ Ոնց իջեցվել է, թիմերը ալարում են աշխատել մի քիչ մանրացնել, ոնց ուղղակի sense ընդհանուր գծերով գրած են, հենց էլ հաստատում են ու դա գնում է դե լավագույն դեպքում հանգրվանում է ինչ որ սեյֆի մեջ, հա, բայց ինքը անավարտ փաստաթուղթ է, այսինքն օրինակ, ներքին ընթացակարգ է մշակվել, ասենք, օրինակ Լորի Բերթ համայնքի համար, որտեղ յուրաքանչյուր համայնքի բնակչի ընտանիք ստանում է ամեն քննարկումից, բանից առաջ մի հատ SMS, որ այսպիսի թեմայով մենք քննարկում ունենք, կամ այսօր ավականուն նիստա կամ ու դարձրել են իրենց համայնքում պարտադիր։ Ու դու տեսնում ես մարդիկ էլի վերջը։ Շատ, բայց դա ծանոթման ձև է։ Հիմա իրեն կտրել են հեռախոսով ծանոթելու տարբերակը։ Դուք որ ասում եք Facebook-ում էջ ունեն, Facebook-յան էջը համայնքի էջը, որտեղ եթե կա 2000 հետևորդ, բնակիչները բոլորը հետևորդ են, էլի ծանոթման ձև է։ Չէ, այդ ծանոթման ձևերը ասում են բավարար չեն, այդ ծանոթման ձևը հավելյալն է։ Հիմա ի՞նչն է ստեղ։ Հարցը այն է, որ
պիտի ընդཐུպ այնպիսի մասնակցության օրենսդրական մեխանիզմներ ներդրվեն, որ ընդհանրապես քննարկում չհամարվի, այսինքն եթե այդ քննարկմանը մասնակցում են միայն այսինքն նույն համայնքում ծառայություն մատուցող կազմակերպությունների ներկայացուցիչներ, այսինքն մենք պետք է ավելի մանրացնենք եւ տեղական ժողովրդավարության գործիքները ավելի ամրապնդենք։ Իսկ թվում է հանրության շրջանում պետք է հետաքրքրությունը մեծացնել, որովհետեւ այդ տվյալ համայնքում մարդը կարող ծանոթված է եւ չի ուզում, չի ցանկանում մասնակցել։ Պետք է ինքը մոտիվացված լինել ծանոթման։ Պետք է մոտիվացված լինել, հարցը իր համայնքին է վերաբերում, եթե հանքերի մասին եք խոսում կամ բնապահպանական հարցեր։ Ինչի համար պետք է ինքը մոտիվացված լինի, եթե իր խոսքը կարա չլսվի, եթե ինքը կարա առաջարկություն անի իրան լրացնել։ Ժողովրդավարությունը շատ վատ վիճակում է, եկեք անդրադառնամ այդ հարցին, ժողովրդավարությունը այսօր Հայաստանի Հանրապետությունում արժեք է եւ եթե թիմերում ընտրություն է կազմակերպվում եւ այդ ընտրություններում ժողովուրդը իր ձայնը կարողանում է ընտրության միջոցով գնալ եւ արտահայտել եւ այդ կամ արտահայտումը արձանագրվում է եւ արդյունքները ունենք ավելի բաց եւ թափանցիկ եւ օրինական, եկեք ժողովրդավարությունը չկպնենք այդ առումով, որովհետեւ այսօր համայնքներում որ դուք ժողովրդավարությունը միայն տեսնում եք ընտրությունները, ես հստակ ասեցի, ոչ միայն ընտրություն, ես ասեցի տեղական ժողովրդավարության գործիքները, հստակ ասեցի, որոնք որ չեն գործում ու շատ վատ։ Շնորհակալ եմ, պարոն Դուրգարյան, սկսենք մեր թեման ամփոփել, բայց խնդրում եմ մնանք թեմայի մեջ գնումների թեմատիկաներ, սկսենք Գևորգից ամփոփել ընդհանուր, հա, որ ուղղությամբ տանել process-ը, որ լինի թափանցիկ, տեսանելի եւ պետական կուպաներ ուղղակի չվատնվեն, ստանանք լավ որակ, ինչպես Տիկին Մանավազյանն է շեշտադրում։ Ես բանավեճի եկա այն մտադրությամբ, որ այն նախապաշարմունքով, որ իշխանությունը չունի քաղաքական կամքես բային ամենայն դեպս պայքարելու կոռուպցիայի դեմ, ամենայն այն կամքը, որը կար, Տիկին Մանավազյանին շնորհակալ եմ, դուք ավելի ամրապնդեցիք այդ մոտեցումը, որ դուք չունեք քաղաքական կամք այդ պայքարը իրականացնելու։ Ամենայն դեպս այնպես ինչպես նախկինում եք անում, երբ որ դուք ունեք քաղաքական կամք, օրինակներով բերեմ, ես հեցի օրինակը բերեցի, մենք տեսնում ենք Մայրաթորի շուրջ ինչ է կատարվում, դուք անում եք դա։ Երբ որ չունեք, մի 5 ամիս օրենքը կքննարկենք, մի 6 ամիս էլ մի ուրիշ հարց կքննարկենք, ու սենց մի 1 տարի հետո միգուցե լինի կամ չլինի։ Սա մեկ։ Երկրորդը ու այս տեսանկյունից ամենակարևորը այդ կամքը վերաձևակերպելն է։ Երկրորդը դուք ասում եք մենք ինչի պիտի բան անենք, ոնց որ ազդենք թիմերի գործողություններին, եթե իրենք գնումներ են կատարում։ Դուք ժողովրդավարությունից եք խոսում, բայց նույն ձևով Վանաձորի ընտրությունները ու շատ տեղերում հակառակն են ձեր անմիջական ազդեցության գործընթացների վրա, թե ինչպես եք դուք կարողանում թիմերում իրականացնել փոփոխություններ եւ տարօրինակ է որ իշխանությունը չի ուզում այստեղ այդ փոփոխությունները իրականացնի, բայց ընդհանուր առմամբ ասեմ մենք հիմա չունենք այն վիճակը, ինչ որ նախկինում էր, օրինակ մինչև 2018-ը մենք ունենք քաղաքական իշխանության բարձրադիր ներկայացուցիչների ամենամետերիմ օղակների ներգրավվածությունը ամենայուղոտ գնումներին, որը ամենակարմիր այդ բաններ դրոշակներ մեզ համար, որի մասին մենք մշտապես բարձրաձայնում ենք ու դա տեսնում ենք շարունակաբար։ Ես հուսով եմ, որ բանը չի հասնի դրան եւ այս լավատեսությամբ ավարտեմ իմ խոսքը։ Շնորհակալ եմ, պարոն Մարուխյան։ Ես ուզում եմ ասել, որ կյանքը ցույց է տալիս իրականում, որ այս խնդիրը ինչ որ քննարկում էինք, շատ խնդրահարույց է եւ կարծում եմ, որ պետքա պետական մարմինները, անկախ մարմինները քաղաքասարակության եւ լրատվական գործընկերների հետ այս խնդրի լուծումներ տան եւ կարծում եմ եւ դրա լուծումներից մեկը կլինի դա օրենսդրական փոփոխությունները եւ շատ ուրախ կլինեմ որ նաեւ լրատվական մեր գործընկերներն էլ մասնակցեն որովհետեւ իրանք էլ իրենց ուսումնասիրությունների ժամանակ շատ խնդրահարույց հարցեր են այդ բերում եւ կարծում եմ դրանք օրենսդրական լուծումների կարիք էլ կունենան եւ այդ օրենսդրական լուծումներից հետո կարծում եմ ավելի արդյունավետ կդառնա նաեւ մեր հանձնաժողովի աշխատանքը որովհետեւ այսօր ասեցի որ որոշակի առումով մեր աշխատանքը սահմանափակված է եւ ես ուզում եմ հավաստիացնեմ որ երևի չի լինի դեպքեր որ լրատվականները բարձրաձայնած լինեն այս շահերի բախման հետ կապված հարցերի գնումների գործընթացում որոնց հանձնաժողովը արձագանքած չլինի հնարավոր է որ մենք
այդտեղ շահերի բախման դեպքեր չարձանագրենք եւ այլն կամ որևէ խախտում խնդիր չարձանագրենք, բայց յուրաքանչյուր դեպքով մեր կողմից ուսումնասիրություններ կատարվում են եւ եթե հանկարծ ինչ-որ խախտում, ինչ-որ բաց թողում ա լինում, մենք այդ դա ընթացք ենք տալիս եւ մեր լիազորությունների շրջանակներում այս բանը ինչքան որ ունենք, փորձում ենք դրանց ընթացք տալ։ Խնդրեմ պարոն Դուրգարյան, եթե գնումների մասով ունեք ամփոփում։ Ես ամփոփում արեցի, որ պետք է մենք նաեւ ուշադրություն դարձնենք տեղական ժողովրդական գործիքներին, ոչ թե ժողովրդավարության գործիքներին։ Իրենց ամրապնդենք, ես այդպես եմ ասել։ Ուղղակի գիտեք ոնց է, երբ որ պաշտպանվող sense դիրք ենք ընդունում, մեզ թվում է անդադ կպչում են մի շատ կարևոր բանին, հա, ժողովրդավարությանը, ոչ։ Միգուցե մարդ ընտրվում է ժողովրդավարության, բայց ժողովրդավարությունը բացակայում է համայնքում։ Վերջերքս 23 կազմակերպություն հայտարարություն էին ընդունել Փամբակ համայնքում հակաժողովրդավարական արմատավորված բարքերի մասին, վերաբերում էր տեղական իշխանություններին, այսինքն մենք պետք է ուժեղացնենք գործիքները, որպեսզի հանրությունը ավելի մեծ վերահսկողության հնարավորություն ունենա։ Շնորհակալ եմ, Սևակ, խնդրեմ։ Որևէ բան տենց առանձնապես ամփոփելու միայն մի բան, որ մենք կենտրոնացանք շատ համայնքների վրա, բայց մենք խնդիրը ունենք նաև պետական մյուս կառույցներում, ընդ որում ես վստահ չեմ, որ ոչ միայն ցածր օղակներում, երբեմն նաև բարձր օղակներում, այսքանը։ Շնորհակալ եմ, Տիկին Մանավազյան։ Թույլ տվեք ասեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ այո մեր իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքը որդեգրել է, ունի եւ եթե այդպես չէր հակակոռուպցիոնում գործերի քանակը մենք ինքներս անձամբ դիմում ենք այդ հարցերով եւ գործերը բացահայտում ենք այդ ուղղությամբ անգամ մենք կաշկանդված չենք, եթե դուք շեշտում եք, որ եկեղեցու դեմ, մյուսի դեմ այլ շահեր եք պաշտպանում եւ հետապնդում, ապա մեր դեպքում մենք այո կոռուպցիայի դեմ պայքարում հստակ կամք եւ դիրքորոշում ունենք եւ կաշկանդված չենք որևէ դեպքում որևէ մեկի հետ կապված ցանկացած գործի բացահայտմանը եւ դրա հետևից գնալուն։ Այսքանը գնումների մասում օրենքը նաև իմ քննարկումը թերևս այդ մասին էր, որ մենք էլ ես ինքս էլ նկատել եմ խնդիրներ եւ գնացել եմ դրա հետևից, նույնիսկ թերացումների մասով բարձրաձայնել եմ այդ մասին եւ ազգային ժողովից եւ հնարավոր բոլոր իմ հնարավորություններով, ուզում եմ որ ավելի անկեղծ լինենք եւ խոսենք ոչ միայն քաղաքականացնելու ինչ որ բաներ ասելու եւ այո, թերությունը պետք է բարձրաձայնել, իսկ այն ինչ որ արվում է եւ կա ու լավ է, պետք է այդ մասին եւս խոսել։ Ուղղակի այդ դեպքում քաղաքական կամքի տեսանելիության համար նաեւ ձեր ներկուսակցական հարցերում պետք է տեսնել է հանրությունը պետք է տեսնի այդ քաղաքական կամքը, մենք երկու հատ Civilnet-ից ու մեզանից հետաքննություններ ունենք, որոնք կարծես կարճվեց այդ գործը, բայց անկախ մարմինների կողմից գործի կարճվելուց ձեր կուսակցության կողմից, վարչության կողմից որևէ արձագանք չի եղել այն փաստերին ներկայացված, որ ձեր կուսակցության ֆինանսավորման համար անհայտ աղբյուրներից գումարներ են մտել։ Այդ հենց վարչությունում քննարկեք ու գնահատական տակ հանրությունը, քաղաքասահակությունը ավելի դրական կդրամադրվի ու ավելի կհամոզվի նրանում, որ դուք կոռուպցիայի դեմ պայքարեք։ Ձեր հրապարակումից հետո աշխատել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Հանձնաժողովը տվել է իրավական գնահատական, չգիտեմ, տվել է դուք գնահատական ունեք։ Գործը քննվել է, չէ, Վարչապետը չէ որ ներողություն է հայցել։ Դե բաներ մի քիչ սխալվել ենք, բան, ձեր վարչությունը գնահատական ունի դրան։ Այո, դուք խնդիր տեսնում եք, խնդիր շատ կխնդրեմ որպես լրագրող, խնդրում եմ հետաքննություն արեք նաև հաջորդ տարիների համար եւ եթե կգտնեք նման խնդիր, նաև ասեմ ավելին, հա, հաջորդ տարիների համար դուք տենց վստահ ասում եք, որովհետեւ առաջ եթե հրապարակվող ցուցակներում լինում էր անուն, ազգանուն, հայրանուն, երբեմն նույնիսկ անձնագրային տվյալներ, որոնք հնարավորություն կտային իդենտիֆիկացնել, դուք հանել եք դա, թողել եք անուն, ազգանուն ընդհանրապես։ Ես թույլ տվեք ասեմ, որ իսկ Պողոս Պողոսյան նվիրատուն Հայաստանում մի 10 ամիսներ առաջ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կփաստի եւ դուք եք հետեւել, հենց
կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ եղավ, առայն որ ցանկացած գումար, երբ նստում է հիմա բոլոր կուսակցությունների հաշվին, երբ նստում է կուսակցության հաշվին, նույնականացվում է տվյալ անձի հետ։ Եվ դա ունի իրավունք վերցնելու կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուղիղ բանկից։ Մենք կարանք չտանք, կուսակցությունը կարա չտրամադրի, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուղիղ կապ ունի բանկից վերցնելու այդ տվյալները, եթե ցանկություն ունի, կարող է հրապարակի այդ տվյալները։ Դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չէր։ Տվյալների արկայության հնարավորությունը տալի լրատվամիջոցներին դուք փակել եք այդ տվյալները։ Մենք ուղղակի ի տարբերություն գործող բոլոր կուսակցությունների այնքան թափանցիկ ենք, որ դուք մենակ մեր խնդիրներն եք տեսնում, ինչի՞ չեք գնում մյուս կուսակցությունների հետևից։ Հարցադրումս այդպեսին է։ Հիմնականում սովորաբար բայց մենք նաև թափանցիկ ենք եւ մեր ամեն ցանկացած գումարը թափանցիկ երևում է եւ հաշվետվություններով երևում է, ինչի՞ չեք գնում նույն փորձը ցույց է տալի, հետաքննությունը անեք մյուս կուսակցություններում, որովհետեւ որ դրամներ մտել են, որի աղբյուրը անհայտ է։ Դուք ասում եք թափանցիկ են։ Ո՞նց է անհայտ, աննախադեպ ինչ որ մեկի անունն է գրել, որը հաստատի նվիրատուն չի կանխարգելման հանձնաժողովը հաստատի նվիրատուն չի հանդիսանում։ Ինչ որ մեկի անունն է գրել, որը նվիրատու չի հանդիսանում։ Հասկացանք, մենք դա քննարկեցինք, տվեցինք գնահատական, անցանք հաջորդ տարիներին ինչ ունեք հայտնաբերած, երբ որ նաև օրենսդրական փոփոխություն դուք արգելափակել եք, նեղացրել եք հայտնաբերելու հնարավորությունները։ Ո՞նց ենք նեղացրել։ Երբ որ առաջ դուք դիմեք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որտեղ մենք հրապարակում ենք բոլոր տվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, բայց կրկնում եմ, այդ բացահայտումները չի արել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը։ Արել է Civilnet-ը, արել է Infocom-ը։ Հիմա դուք կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը լիարժեք հնարավորություն ունի ուղիղ բանկից մեր Իդեպ փոփոխությունն էլ արվել այնպես, որ կուսակցությունները մեկ բանկում կարող են հաշիվ ունենալ, որպեսզի չխճճվի։ Բանկում հարցում անենք, եւ տվյալներ հայրանում։ Կուզեք բանկից տակ մեզ։ Կարծում եմ գտակ մենք դրա պատասխանը կտանք, եթե ցանկություն կա։ Ինչ որ մի բան ինձ հուշում է, որ ոչ։ Շնորհակալ եմ հարգելի գործընկերներ, Parker TV-ում այսօր Իհարկե այս քննարկման թեման գնումների ընթացակարգերն էին Իջևանի համայնքապետարանի մոդելի օրինակով, բայց ինչպես նկատեցիք, մենք ավելի լայնացրինք շրջանակը, ինչը ավելի հարստացրեց մեր քննարկումը, տեղական ժողովրդավարության հարցեր, հակակոռուպցիոն վարքագիծ ոչ միայն կառավարող ուժում, այլ ընդհանրապես համայնքներում մեր քննարկմանը մասնակցում էին Արմեն Մարուխյանը, կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ, Արուսյակ Մանավազյանը, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր, Գևորգ Թոսունյանը հետաքննող լրագրող Civilnet-ից, Սևակ Մամյանը Infocom-ի գլխավոր խմբագիր եւ Օլեգ Դուրգարյանը համայնքների համախմբման եւ աջակցության կենտրոն հասարակական կազմակերպության ղեկավար։ Շնորհակալ եմ Factor TV գալու համար, շնորհակալություն նաեւ ձեզ հետևելու համար, հաջողություն։